Ինչպես մյուս պատարագներին, այս անգամ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծափերով են դիմավորել Սուրբ Թադևոս եկեղեցու բակում։ Այս անգամ նա մասնակցել է Մասյացոտնի թեմի առաջնորդական Մասիսի Սուրբ Թադևոս եկեղեցում տեղի ունեցող պատարագին, որտեղ պատարագիչը նախօրեին Գարեգին II-ի որոշմամբ պաշտոնից ազատված Գևորգ Սարոյանն է։ Թեմակալի տեղապահ նշանակված Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը միջադեպերից խուսափելու համար պատարագը մատուցել է թեմի մեկ այլ Արարատի գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Թեմի քահանայած դասի մեծամասնության կողմից։ Արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Գևորգ Սարոյանը նշել է, որ մեջբերում, երբ որ մեր պետականության հանդեպ կատարվում է ոտնձգություն, մեր ներքաշված լինելը քաղաքականության մեջ, ես համարում եմ ոտնձգություն մեր պետականության հանդեպ, կապ չունի ով կլինի օրվա իշխանությունը, մեջբերման ավարտ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությունը, որ լեգիտիմ չէ կաթողիկոսի աթոռը զբաղեցնողի որևէ որոշում։ Իր խոսքում նա անդրադարձել է արշարք arczepiskopos Խաչատրյանի վերաբերյալ հայտնի տեսանյութերին։ Ըստ նրա, դրանք կաթողիկոսի հրահանգով են հրապարակվել։ Եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեն, թող չհրապարակեր արշարք arczepiskopos Խաչատրյանի վերաբերյալ նյութերը։ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները շարունակվում են։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսօր հերթական խմբաքանակն է ուղևորվել։ 18 վագոնից բաղկացած գնացքը բեռնված է մոտ 1000 տոննա բենզինով։ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է անկարգությունների մասնակիցների եւ մարդկանց ու հանրային սեփականությանը վնասողների դեմ պայքարի անհրաժեշտության մասին։ Լարիջանին նշել է, որ դատական համակարգը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի նրանց դեմ, ովքեր վերջին օրերին Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանել են մարդկանց եւ վանդալիզմի ենթարկել հանրային սեփականությունը։ Նրա խոսքով անհրաժեշտ է տարբերակել բողոքի ցույցերը անկարգությունից։ Իրանում տեղի ունեցող անհնազանդությունների ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Չնայած ամերիկացի պաշտոնյան չի նշել հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաները, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը քննարկել են իրադրությունը Գազայում եւ Սիրիայում, Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը եւ երկրի ներքին գործերի միջամտելու հնարավորությունը։ Reuters-ի փոխանցմամբ Իրանում տեղի ունեցող անհնազանդությունների եւ ԱՄՆ-ի հնարավոր միջամտության ֆոնին Իսրայելը բարձր պատրաստակամության մեջ է։ Սրան զուգահեռ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելին եւ տարածաշրջանում ամերիկյան բազաներին Թեհրանի պատասխան հարվածին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի ազատությանն աջակցելու պատրաստակամության մասին հայտարարություններին զուգահեռ Wall Street Journal-ը հայտնում է Սպիտակ տանը քննարկվող իրանական ռազմական թիրախներին օդային հարվածներ հասցնելու հնարավոր սցենարի մասին։ Երևանում Իրանի դեսպանատան առջև հանրահավաք է կազմակերպվել Իրանի գործող իշխանությունների դեմ։ Ակցիայի մասնակիցները Իրանի դրոշներ են ծածանել, վանկարկել մի քանի կարգախոսներ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է գահընկեց վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի կոչերին։ Նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր երկրի ներքին գործերը միայն այդ երկրի գործերն են, ոչ ոք իրավունք չունի միջամտելու։ Ավելի վաղ Փահլավին կոչ էր արել իրանցիներին ուժով գրավել քաղաքները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը բողոքի ակցիաների հրահրման համար մեղադրել է ԱՄՆ-ին եւ վստահեցրել, որ ժողովուրդը հավատարիմ կմնա գործող պետական կարգին։ Երկրի ներսում տիրող տեղեկատվական լիակատար մեկուսացման եւ ինտերնետ կապի սահմանափակման պայմաններում բողոքի ակցիաները Թեհրանում եւ խոշոր այլ քաղաքներում վերսկսվել են նոր թափով։ Խուզեստան նահանգում պղծել ու հրդեհել են 8-րդ դարի պատմական սրբավայր Իմամզադե Մուհամմադ իբն Մուսա ալ-Կազիմի դամբարանը։ Պաշտոնական Թեհրանը բնակչությանը կոչ է արել հունվարի 12-ին դուրս գալ համազգային հանրահավաքների ի պաշտպանություն իշխանությունների։ فقد
Եվրոպական առաջնորդները գնում են պատերազմի առանց դրա համար միջոցներ ունենալու, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրանք արդեն ծախսել են 180 միլիարդ եվրո եւ հիմա Ուկրաինային տրամադրում են եւս 90 միլիարդ եվրո, որը ուկրաինացիները երբեք չեն վերադարձնի, նշել է Օրբանը։ Ավելի վաղ Եվրախորհրդարանը հաստատել էր Ուկրաինային առանց տոկոսի 90 միլիարդ եվրոյով վարկավորելու ծրագիրը, որին Հունգարիան դեմ էր արտահայտվել։ Trump elnök megadta neki a kegyelemdöfést. Ուկրաինական անօթաչուները հարվածել են Վորոնեժի բնակելի շենքերից մեկին, վնասվել է ավելի քան 5 բնակարան, քաղաքում լսվել է մոտ 30 պայթյունի ձայն։ Թայլանդի Փուկետ քաղաքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտարանավակը բախվել է ձկնորսական նավի եւ խորտակվել։ Մահացել է 18-ամյա զբոսաշրջիկ, 22 մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ If you could kidnap one world leader, who would it be? I'd take Putin into custody. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին առաջարկել է առևանգել Պուտինին, օրինակ բերելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման դեպքը։ Հիլին նման հայտարարություն է արել Կիև կատարած այցի ընթացքում, երբ լրագրողը նրան հարցրել է, թե համաշխարհային որ առաջնորդին կցանկանար առևանգել։ Եթե հնարավորություն լիներ առևանգել համաշխարհային ցանկացած ղեկավարի, ես կընտրեի Պուտինին, պատասխանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։ Ավստրալիայում կոճի փոթորիկը դարձել է մի շարք ավերածությունների պատճառ եւ շարունակում է շարժվել մայրցամաքի խորքերը։ Հուժկու քամու պատճառով ավելի քան 20,000 մարդ առանց էլեկտրականության է մնացել։ Փակ են բազօթյա ռեստորանները եւ սրճարանները, մարդաշատ փողոցները դատարկվել են։ Մոսկվայում վերջին 146 տարվա ընթացքում ամենաառաջյան տեղումներն են գրանցվել, որոնց բարձրությունը հասել է 40-ից 50 սանտիմետրի։ Բնակիչները տարերքի դեմ շարունակում են պայքարել բահերով, տրանսպորտային շատ միջոցների համար սաստիկցյան պատճառով երթևեկությունը դժվարացել է, սակայն ըստ օդերևութաբանների Ֆրենսիս ցիկլոնը սկսել է արդեն հետ քաշվել։ Ռուսաստանում Օրենբուրգի բնակիչն իր բակում կուտակված ձյունը մաքրելու ընթացքում հանդիպել է փոքրիկ ձնեմարդու։ Տղամարդը ձնեքանդակին միանգամից ոչնչացնելու փոխարեն դուրս է եկել մեքենայից եւ զգուշորեն տեղափոխել է այն։ Ձնեմարդը մնացել է անվնաս։